Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք պարզապես հանձնաժողովի նախագահ չենք ընտրում։ Թղթի վրա սա երևի թե հերթական ընտրությունն է, բայց իրականում մենք որոշում ենք առաջիկա տարիներին ազգային ժողովի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունները։ Շարունակելու ենք նույն տրամաբանությամբ, թե վերջապես պահանջելու ենք նոր մոտեցում, կամք եւ ամենակարևորը արդյունք։ Խոսեմ ավելի ուղիղ։ 2023 թվականից ի վեր նույն մարդը ղեկավարել է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Այս ընթացքում փոխվել են կառավարություններ, փոխվել են միջազգային իրադրությունները, փոխվել են բանակցային ձևաչափերը, ինչ որ չափով փոխվել են նաև մեր առջև ծառացած մարտահրավերները։ Բայց մի բան ցավոք չի փոխվել։ Մեր հայրենակիցների գերության եւ անազատության հարցում մենք շարունակում ենք խոսել նույն լեզվով՝ լռությամբ։ Այս ամբիոնից ասում եք, բարձրացրել ենք հարցը, լուռ աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, բայց ես ուզում եմ շատ պարզ հարց տալ։ Իսկ ինչ արդյունք ունենք, որովհետև քաղաքականությունը հայտարարությունների մրցույթ չէ, հարգելի գործընկերներ։ Քաղաքականությունը չափվում է արդյունքով։ Եվ երբ խոսքը մարդկանց կյանքի, արժանապատվության, ազատության եւ նրանց կյանքի առհասարակ մասին է, արդյունքի բացակայությունը չի կարող անվերջ քողարկվել գեղեցիկ դիվանագիտական ձևակերպումների տակ։ Մեր գերիների ընտանիքներին պետք չէ հերթական հայտարարությունը։ Եվ եթե այսքան տարի անց մենք դեռ չենք կարող մի շարք հարցերի պատասխան տալ հստակ եւ չափելի լինեն դրանք, ապա մենք պարտավոր ենք հարցնել. արդյոք այս քաղաքականությունը պետք է շարունակվի նույն ձևով։ Ես չեմ ասում, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ինքնուրույն ազատել Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, բայց հանձնաժողովը կարող է եւ պարտավոր է անել շատ ավելին։ Այն կարող է ձևավորել միջազգային խորհրդարանական ճնշում, կարող է համակարգված աշխատել Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԱՄՆ կոնգրեսի եւ այլ երկրների խորհրդարանների հետ։ Կարող է միջազգային կազմակերպություններին մշտ